Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ Արա Պապյանն է, դա նշանակում է, որ սա Modus Vivendi հաղորդաշարն է, պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ, վաղուց չենք զրուցել միասին, ուրախ եմ շատ, որ այդ հնարավորությունն ունենք այսօր։ Բարև ձեզ։ Այն ռադիո լսողները, ովքեր որ վաղուց են հետևում մեր հաղորդմանը, գիտեն, որ մենք սկսում ենք տեղական օրակարգից, հետո գնում ենք դեպի լայն միջազգային օրակարգը, եկեք չխախտենք այդ ավանդույթը։ Իմ եւ ձեր զրույցների տեղից սկսենք։ Բաքվից ի սկզբանե ստացանք տեղեկատվություն, որ 17 կետերը խաղաղության պայմանագրի համաձայնեցված են, հետո Երևանի արտգործնախարարությունն էլ հաստատեց այդ լուրը։ Բայց ոնց որ երկու կողմերում էլ շուտ տենց հանգստություն չկա, էլի, այնպես չի, որ տենց մենք շուտ դժվար ճանապարհն անցանք ու այդ ճանապարհն ավարտվել է։ Կարծես թե մեկը իրավիճակը լարվում է։ Դրանից առաջ Ալիևն ասաց, որ խնդիրներ կան, դրանից հետո Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից սկսեց լուրեր տարածել, որ 3 հարձակում է տեղի ունեցել սահմաններին, ինչ գործընթաց է ընդհանուր առմամբ, պարոն Պապյան։ Նախ ես պիտի ասեմ, որ համաձայնեցվեց բառը ճիշտ չի տվյալ իրավիճակի համար է, պիտի ասել հայկական կողմը ընդունեց Ադրբեջանի ներկայացրած բոլոր 17 պահանջը։ Այստեղ համաձայնեցման հարց է, ներկայացել է պահանջ Ադրբեջանը, հայկական կողմը բազմիցս ասելով, որ չէ, չեմ համաձայնի, հնարավոր չէ, այս կետը, այն կետը, հերթով ընդունել է բոլոր 17 կետերը։ Բայց տեղի ունենում այն, ինչ որ բազմիցս այս նույն սենյակում մենք ասել ենք, առաջին որ սա անվերջ է լինելու։ Եթե հիշեք, բանակցությունները երբ որ սկսում էին 3 կետի մասին էր խոսքը, դարավ 17։ Մյուսը, եթե անգամ 17-ը ընդունում ես, իրենք կառաջադրեն եւ արդեն իսկ առաջադրել են նոր պահանջներ։ Եթե այդ նոր պահանջներն էլ համաձայնես, իրենք ուրիշ նոր պահանջներ եւ այնպիսիք, որոնք հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես, օրինակ վերջին պահանջներից մեկը Հայաստանի տարածքում գտնվող Հայաստանի տարածքում հանցագործություններ արած ըստ իրենց մարդկայնության դեմ անձանց հանձնել Ադրբեջանին։ Այսինքն խոսքը գնում է առաջի պատերազմի մասնակիցներին, որոնք հազարավորներ են։ Մի կողմ դրենք, որ նրանք հերոսներ են, ազատագրեն իրենց հայրենիքը, դա իրականանալի չի։ Ինչ անում Ալիևը։ Ալիևը մշտապես առաջ է քաշում միգուցե դժվար իրականանալը, օրինակ սահմանադրության հարցը, բայց դա կանի Նիկոլ Փաշինյանը արդեն գնում է դրան։ Բայց կկարեն, պարոն Պապյան, ասում են 650,000 կողմ ձայն է պետք։ Դե դրանից առնվազն 350,000 ինքը միշտ կեղծել է, դա էլ կկեղծի, դա խնդիր չի։ Ինչպես ասում էր Ստալինը, կարևոր չէ ով ինչպես է քվեարկում, կարևորը ինչպես է հաշվում։ Բացի այդ, այստեղ ուրիշ բան է տեղի ունենալու։ Այստեղ որևէ մեկը, բացի նրանց, ով մեզ լսում է, ուշադրություն չի դարձնելու, որ Ալիևի բուն պահանջը այն է սահմանադրությունից հանել նախաբանը, որը հղում է կատարում անկախության հռչակագրին, որ նշանակում է Արցախի եւ Հայաստանի միավորման այդ կետի վրայից հղումը հանել, ցեղասպանության ճանաչման հետամուտ լինելու այդ կետը հանել եւ այլն, եւ դրա փոխարեն դնելու են Եվրոմիության անդամակցության հարցը։ Եվ ժողովրդին ասելու են հետեւյալը, որ դու որ քվեարկես, դու դառնալու ես Եվրոմիության անդամ, խაფելու են, դա կապ չունի, բայց ասել անդամ դու գնալու ես քո համար Եվրոպաները, չգիտեմ, $50 թռնելու ես այնտեղ, սուրճ ես խմելու, վիզայի պետք չես ունենալու, թոշակը դառնալու է միանգամից $1,500 եւ այլն, կխափեն եւ ժողովուրդը կա մի 300-350,000 մարդ, որ կքվեարկի, մի այդ կանել կկեղծեն, կանցկացնեն։ Եթե իհարկե նորից եմ կրկնում, որ միասնաբար բոլոր նրանք, ովքեր այս ամբողջը հասկանում են, չխոսան եւ չբացատրեն, բայց դրա հնարավորությունները չունենք։ Տեսեք, ես ձեր լրատվամիջոցով տարիների վեր խոսում եմ, ես հարկեր եմ վճարում իմ պետությանը, այդ պետության հաշվից ձեզ պետությունը փող չի տալիս, բայց տալիս է հանրայինին, բայց հանրայինը ինչ չի կանչում։ Ես տարիներ ընթացքում, իսկ եթե իմ համախոհներով հաշվենք, տասնյակ եւ 100,000-ավոր դոլարներ վճարել ենք այդ հանրային ռադիո, հանրային հեռուստատեսություն եւ այլն։ Հատկապես հեռուստատեսությունն է կարեւոր այդ մարզերի համար։ Բայց ինչի՞ չեք կանչում հակադիր տեսակետը ասելու համար, թե տեսակետին բան չունեք, հակադրություն չունեք։ Սա է իրականությունը եւ վերջի կետն եմ ուզում շեշտել, պիտի մի բան լավ հասկանալ։ Եթե
ռազմաքաղաքական հավասարակշռությունը հաստատված չէ, ուզես 25 խաղաղության փաստաթուղթ ստորագրի, վաղը ինքը նույն հաջողությամբ ասելու է, որ հայերը գնդակոծել, ռմբակոծել, սպանել, մորթել ադրբեջանցի զինվորներ եւ խաղբնակիչներ եւ ցույց է տալու դիակները եւ իսկապես մորթված են լինելու մի քանի ընտանիքներ, բայց ով գիտի ով արե, դա բարթելու է հայերի վրա եւ խաղաղության այդ պայմանագիրը մի կողման նետելու հարցակվելու է։ Դրա համար չափազանցված է այս գործընթացի կարևորը մեկ եւ փոքր է ցույց տրվում այն բոլոր խնդիրները եւ ընդհակառակը չի բացատրվում այդ մեծ թաքնված վնասները, որ այս գործընթացը արդեն ինձ հասցրել է մեզ։ Պարոն Պապյան, աշխարհքաղաքական կենտրոններին արդյոք պետք է այս խաղաղությունը, թե չէ։ Դուք ոնց եք տեսնում, այսինքն կա ինչ-որ աշխարհքաղաքական կենտրոն, ում համար կարևոր է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի եւ գետնին խաղաղություն լինի։ Խաղաղությունը մի քիչ մեծ բառ է, օգտագործեն կայունություն բառը, որտեղ աշխարհի համար խաղաղություն բան է ցեվ մի քիչ կայունություն է պետք, այո։ Կոնկրետ արևմուտքին պետք է, Թրամփին պետք է այդ կայունությունը, որովհետև նախ առաջին ինքը եկել է խաղաղությունից է խոսում եւ այլն, մյուս կողմից ոնց որ ասած այս անկայուն վիճակները իրան շեղում են, ստիպված ինչ որ գործողություններ պիտի անի, հայերն են դիմում, չգիտեմ ինչ որ խմբեր կան, որոնք մեջտեղ են ընկնում, ասեն էս ինչ ալնում, բողոքում են տարիներ շարունակ, ասում են հայերին այնտեղ կոտորեցին, դուք չեկաք օգնության, բան թե ինքը ինչի պետք է գար, դել ինքն էլ չի կարող հասկանա, կարծեմ Հայաստանն ու Միացյալ Նահանգները չունեն ռազմավարական դաշնակցության փաստաթուղթ։ Այո, բայց Միացյալ Նահանգները բանն են, չէ՞, քրիստոնյա աշխարհի պաշտպաններն են այլևս։ Այդ չէ, այլևս, հիմա սա է հարցը, այդ նորա դրա համար էլ պետք է այդ հազանգը հնչեցնել եւ փաստաթղթեր տալ։ Եթե դու օրինակ միջազգային քրեական դատարանում ունենայիր վճիռ, որը կփաստեր, որ տեղի է ունեցել քրիստոնյա բնակչության ցեղասպանություն, դա կարող է դնել Թրամփի սեղանին եւ ասել, որ Թրամփ, բա դու մի բան ես խոսում, մի բան չես անում։ Հիմա պատասխանը շատ պարզ է, Միսկով ասեց, որ տեղի ունեցել քրիստոնյաների ջարդու կոտորած։ Ադրբեջանն ասում է, որ ընդհակառակը մենք իրանց առաջարկել ենք, որ իրանք մնան, հակառակը իրենք են մեզ սպանել եւ մորթել։ Եվ իրենք ունեն փաստաթղթավորված, դա ներկայացված է իրենց արտգործնախարարության եւ ուրիշ պաշտոնական կայքեջերում, իսկ մեր պետական պաշտոնական կայքեջերից հանված է անգամ, ասենք Սումգայիթի եւ Մարաղայի ջարդերը եւ այլն։ Եվ ստացվում, այո, նայենք, եկեք ամերիկյան տեսանկյունից նայենք, որոնց համար Հայաստանը բնականաբար 8-րդական, 10-րդական հարց է, էլի։ Իրականությունը այդպեսին է։ Եվ պիտի ասել որ Հայաստանը իր տարածքի, բնակչության, տնտեսության առումով անհամամասնորեն շատ մեծ տեղ ավելի գրավում համաշխարհային դիվանագիտության մեջ, մասնավորապես Ամերիկայի քաղաքականության մեջ։ Դա մի շարք պատճառներով, դա մեր պատմական անցյալի, համայնքի գոյության, կապերի եւ այլն, այդ հասկանալի է, թե չէ որ նա ինչ է 2.5 միլիոն մարդ մի Նյու Յորքի թաղամասի տնտեսությունն էլ չունեցող եւ այլն։ Այսօր շատ ավելի մեծ երկրներ կոտորածներ ու ջարդերի են ենթարկվում, անգամ տեղը չգիտեն։ Հիմա բնականաբար Թրամփին պետքա կայունություն լինի եւ ես կարծում եմ սա էր որ հենց Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվա Թրավ նաեւ գնաց Բաքու ինչպես նաեւ անվտանգության գծով խորհրդականը հայտարարություն խոսեց Հաջիևի հետ, այո, եւ հայտարարություն արեց խաղաղության, անհրաժեշտության եւ բանի մասին, բնականաբար ինքը բարձրացնում է խաղաղության մասին, ուրեմն նաեւ ասել են այդ նույն բանը, իրեն այնտեղ են ասել։ Ես հիշեցնեմ, որ երբ որ գաղտնազերծվեց Օզալի եւ Հայր Բուշի խոսակցությունը 93 թվականի մասին, երբ որ թուրքերը զորք էին կուտակում Հայաստանի սահմանների վրա, դա այն մեր հաղթական շրջան էր, որ մենք առաջ էին գնում, դե բնականաբար մենք պիտի թուրքերի մեծ եղբայրները վախեցնեն, զորք էին կուտակել, իսկապես վտանգ կար, որ ոչ թե կներխուժեն, այլ կարող է որոշակի հարվածներ հասցնեն կամ Նախիջևան մտնեն, Նախիջևանից խփեն։ Բուշը խոսած ժամանակ կարծեմ Օզալի հետ էր խոսել, կա այդ ամբողջը փաստաթղթավորված է։ Եվ շատ
դիվանագիտորեն ասել էր, որ մենք խորհուրդ ձեզ չենք տալիս նման քայլերի դիմել, որովհետև սա ձեր համար խնդիրներ կառաջացնի։ Այն ժամանակ դիվանագիտությունը նուրբ էր եւ իրենք հասկանում էին։ Հիմա մի տեսակ դարձել ավելի շատ փողոցային այդ ամբողջը, իրար ինչ ասում են, ինչ որ ավելի կոշտ ու կոպիտ է դարել, բայց հասկանալի է, որ լծակներ ունի Միացյալ Նահանգները եւ շահագրգռված չի։ Ռուսաստանի պարագան մի քիչ ուրիշ է։ Ռուսաստանը կարիք ունի, որ Հայաստանը զգա իրեն միայնակ, զգա իրեն խոցելի, որովհետեւ այդ պարագային ռուսեն մի խոսք ասում է գնագե, այսինքն ասում ուր պետք է գնաս, ես բառացի մերեսին են ասել ռուսները։ Կուդա վիձենից։ Այո, այդ քաղաքականություն, այդ ավիկուդա վիձենից այդ դրա համար դու պետք է այդ չունենաս տեղ գնալու։ Իսկ մեր հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է։ Այսինքն եթե Ամերիկան ինչ որ ձևով ապահովում է, լինի հեռախոսազանգով, իսկ լավ կլինի այսօր տեղեկություն եղա, որ ամերիկացի սարքավորումներ ու զենք պիտի փոխանցեն Հայաստանին։ Ես կարդացել եմ այդ լուրը, բայց ըստ իմ կարդացածի, պարոն Պապյան, այդ Գերմանիայից ամերիկական զենք է գալու, բայց ինքը գալու է զորավարժարան եւ օգոստոսին, սեպտեմբերին Հայաստանից դուրս է գալու։ Երբ որ թուրքերը մի շարք զորավարժություններ արեցին Ադրբեջանում, տարան ինչ որ մի բան, ու դուրս չեկան դրանց մի մասը, մեծ մասը մնաց ինչ որ բան ցուցադրական հանեցին։ Ես կարծում եմ խոսքը գնում է հենց Տավուշի դեպքերի մասին, Տավուշի դեպքերից հետո եղան այդ զորավարժությունները եւ բայրակթարների մեծ մասը բազմաթիվ տեխնիկա մնաց Ադրբեջանում։ Դու այնտեղ ոնց ասած դուրս ես գրում դե ժամանակ փչացել է, էս է եղել, ով է հաշվողը, քանի հատ բերեցին, քանի հատ տարան, ոնց արեցին եւ այլն, կամ էտի դու ձևակերպես ոչ թե հայկական բանակին հանձնեցիր, այլ ինչ ուսումնական կենտրոնի եւ այլն։ Այդ սիրուն գալի է փաստաթղթավորել։ Տենց է լինելու ըստ ձեզ, պարոն Պապյան։ Իհարկե տենց է։ Այսինքն դա իհարկե բայց տանում են Գերմանիա ինչ անեն։ Գերմանիայի միջներին է պետք։ Անկամ իրենք երբ որ Աղվանստանից էին դուրս գալի, մի քանի տրիլիոն դոլարի զենք թողեցին, մի մասը ոչնչացեց, դրա տանել ավելի թանկ է հաճախ նստում, քան այդ բուն զենքը, հատկապես պիտի հաշվի առնել, որ արա իրանք չեն բերում ամենավերջը։ Այսօր ինչա տեղ ունեն, ինչեն հենց Գերմանիայից բերում, որովհետև Գերմանիան ինքը սկսել է վերակերտել, վերաստեղծել իր բանակը։ Իսկ դա պիտի արվի նորագույն տեխնոլոգիաներով, տեխնիկայով, ամեն ինչ նոր պետք է լինի, եւ ամերիկացիները եւս այն ինչ որ անում են։ Իդեպ, երբ որ Զելենսկին ու Թրամփը այդ աղմկահարույց խոսակցություն ունեցան, հետո մասնագետները թվեր հաշվարկեցին, որ ամերիկացիների տված զենքերի մեծ մասը դրանք հիմա այսպես ենք նախկին սերունդի է։ Հիմա այսինքն վերջի սերունդը չէր, որը ուկրաինացիների համար խիստ կարևոր էր, որովհետև ամերիկացիների նախին սերունդը էլի շատ առանց, բայց ամերիկացիների համար ոչ այնքան, որովհետև ի վերջո դա պիտի դուրս գրեին կամ մոտ ապագայում 1-2 տարում պիտի դուրս գրեին կամ արդեն դուրս գրված զենքեր եւ այլն, որովհետև Ամերիկայում ի վերջո այդ փողը 916 միլիարդ դոլար էր Պենտագոնի բյուջեն այս տարի։ Դա ավելի շատ է, քան հաջորդ 9 երկրների համախառն բյուջեն միասին վերցած, պատկերացնում եք ինչ է։ Եվրոմիության ամբողջ ռազմական բյուջեն, այսպես ոչ թե ասենք ՆԱՏՕ-ի անդամների եվրոպական ամերիկան հանած, Ամերիկան ու Կանադան հանած եւ Թուրքիան հանած, թե Թուրքիան էլ մեջ է, 350 միլիարդի շուրջ է բոլոր ռազմական ծախսը։ Ճիշտ է, հիմա Վանդերլայնն ասում է, որ մենք 850 միլիարդի ենք սարքելու բյուջեն, ես հիշեցնեմ, որ Ամերիկայի պաշտպանության նախարարը մի քանի ամիս առաջ հենց բարձրաձայնելով Տրամփի պահանջը հասցնել 3%-ի, ինքը հետ էր ասում։ Եթե դուք ձեր ռազմական ծախսերը հասցնում եք 3%-ի, դա հենց Տրամփի պահանջն էր, ապա 700 միլիարդ է դառնում բյուջեն, ռազմական բյուջեն։ Հետևաբար 850-ը ինչ որտեղ մեկը համաչափ է։ Իրանք կարող են եւ շատ չի 3-3.5%-ը։ Համացան համար ասեմ, որ օրինակ լեհերը, լիտվացիք, մյուսները շատ ավելի են ծախսում։ Գերմանացիները սկսել են, Գերմանիան ամենակիչն է ծախսում 2.5% է Գերմանիայի ռազմական բյուջեն, բայց դա պայմանավորված էր յետպատերազմյան որոշակի սահմանափակումներով։ Շատերը մոռացել են, որ ըստ միջազգային իրավունքի մինչև 1989-90 թվականը, մինչև այդ 40 ամեն ինչ չէր, որ Գերմանիան կարող էր ունենալ։ Վիճակով օկուպացված երկիր էր։
իր կարգավիճակով դեռ այդ 4 երկրները հանդիսանում էին օկուպանտ երկրներ եւ այդ 4 երկրները հատուկ փաստաթուղթ ստորագրեցին, որով ճանաչեցին արդեն լիակատար անկախ սուվերեն երկիր Գերմանիան, այն էլ միավորումից հետո եւ այլն։ Իդեպ ասեմ, շատ եվրոպական երկրներ դեմ էին դրան։ Մասնավորապես Բրիտանիան շատ դեմ ա եղել։ Հիմա փաստա, որտեվ Գերմանիան որոշակի վերահսկողության տակ էր գտնվում։ Հիմա բրիտանացիք մտածում են, դե որ սրանք միավորվեն, լրիվ վերահսկողությունից էլ դուրս գան, կասնի մի 20-30 տարի եւ Գերմանիան կդառնա թիվ 1 երկիրը նաեւ ռազմականապես։ Եվ մենք դա տեսնում ենք։ Դեռևս այդպեսին չի, բայց այդ ճանապարհի վրա է։ Դրան է գնում, պոտենցիալը կա դրա։ Քաղաքական սահմանափակումները հանում են, իսկ ինքը տեխնիկական եւ ֆինանսական առումով խնդիր չունի։ Ուկրաինայի մասին խոսեցինք, առաջարկում եմ Ուկրաինայով շարունակենք, հետո եթե մեր մասով բան լինի, ելի կվերադառնանք։ Ծուր վերջը մոտենում է պատերազմի, պարոն Պապյան, ոնց եք տեսնում դուք։ Չէ՞։ Նայեք, ինչ ունենք մենք, եկեք փաստերը, այն գեղարվեստական պահը, ով ում ինչ ասեց, ոնց ասեց, ինչ է սակե, ինչ է սակե, հա, այն որ գլխիդ գլխարկա թե չկա, դրանք մի կողմ։ Թրամփը առաջ է քաշել ծրագիր, որն ասում է 30 օր զինադադար, հետո կտեսնենք դրլապարչի դրանց հետո ինչ է, եւ խաղապահների տեղակայում։ Այսինքն հստակ սա գիտենք, շատ բան չգիտենք, իրանք էլ չգիտեն։ Եվ բազմի ամերիկացիք եւս ընդունել որ չկա այդպես հստակ ծրագիր։ Հիմա ռուսական կողմը դեռևս չի տվել իր համաձայնությունը։ Ուշակովը, որը բանագնացներ ասել է ոչ կտրուկ, Պուտինն ասել է այո, բայց։ Եվ այդ բայցից հետո այնպիսի պայմաններ ա դրել, որ հնարավոր չէ, այսինքն դա իրականացնել։ Մասնավորապես, այսինքն դրա բոլոր պայմանները գալիս են այն, որ ինքը բացարձակապես հաղթելուց հետո կարար դրա մասին դներ։ Ինքը դեմ է որևէ ՆԱՏՕ-ի զորքի տեղակայում։ Իսկ այդ ծրագիրը ըստ Թրամփի պիտի իրականացնեն հիմնական Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան եւ այլն։ Ռուսական կողմը ուզում է բացի Ղրիմից բոլոր 4 մարզերը, որոնց մի մասը ինքը գրավել է, մի մասը, մեծ մասը, բայց ոչ ամբողջությամբ անցնի իրենց եւ դա ճանաչվի, այդ անեքսիան ճանաչվի եւ երրորդ կետը, որ Ուկրաինան երբեք պիտի պարտավորվի, որ երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Եվ ամենասկզբում խոսակցությունները հիշում եք, ինչ որ 5 տարի, 10 տարի, 30 տարի, հիմա երբեկի մասին է խոսքը, թե ես չեմ հասկանում, ասենք փաստաթուղթը երբեկը այդ ինչ կատեգորիա է, հա, փաստաթղթը։ Հա, հիմա բոլորը սպասում են Թրամփը սկզբից շատ ոգևորված էր իր գաղափարով, հիմա կարծեք թե իրեն հասկանում են, որ Պուտինը դրան չի գնում։ Եվ ինքը ավելի զգուշավոր լավատեսություն ամեն դեպքում հայտնեց, որ ես հույս ունեմ, հիմա համբերենք տեսնենք։ Ես առաջինը չեմ կարծում, որ Պուտինը դրան կգնա։ Երկրորդը, եթե գնալ, խաղաղություն չի լինելու։ Խաղաղություն չի լինելու, դա չի ուզում ուկրաինացի ժողովուրդը։ 4 մարզերի կամ շրջանում։ Կարծում եք, պարոն Պապյան, ինձ թվում է ուզում է։ Չէ, չի ուզում։ Չի ուզում։ Իրանք պատրաստ են կռվելու, կռվում են։ Այդտեղ մենք հերո ենք, մեզ չի երևում, էլի, հասկանում եմ, որ դուք շատ վերլուծաբանների եք եւ վերլուծություններ եք կարդում, բայց իմ տպավորությամբ այդ ժողովուրդն էլա, դե որ եթե ուզում է, ինչի են օրինակ փողոցներից բաներով, այդ ավտոբուսներով ծեծելով զինվոր տանում։ Մեր մոտ էլ են ծեծելով։ Դե մենք էլ չէ, դե մենք էլ չէինք ուզում։ Չէ, այդ ձևը աշխարհում չկա Մենք էլ չէինք ուզում։ Չէ, աշխարհում չկա մի որևէ երկիր, որ ժողովուրդը ինքը անձամբ ուզենա գնա եւ կռվի։ Ինքը ուզում է որ ուրիշը գնա եւ կռվի, ուրիշը զոհվի։ Այդ ամենուր է։ Եղել է երկրորդ համաշխարհային բոլոր պատերազմների ժամանակ էլ եղել է եւ դա կլինի, դա բնական է։ Բայց դա չի նշանակում, որ տվյալ ժողովուրդը չի կարող ինչ-որ քանակություն հավաքի թեկուզ եւ այդ ձևերով եւ բանանի։ Ի վերջո դրանց կողքին կան նաեւ հազարավոր կամավորներ, ինչպես մեր ժամանակ կային։ Մարդիկ տարբեր են։ Մյուս կողմից ներկայումս զենքի այս նոր տեսական ու արկայության դեպքում մարդկային գործոնը գնալով ավելի կրճատվում է։ Այսինքն օրինակ դրոնների այն քանակությունը եւ հրթիռների, որ հիմա իրենք, այսինքն ուկրաինացիք են սկսել արտադրել եւ պատրաստ են գնելու իսկ փողը տվող կա,
Ուկրաինան կարող է շարունակի եւ պատերազմը։ Մյուս կողմից, այո, մարդկային կորուստները շատ են, բայց եթե դուք համատում եք երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, չնչին են, իհարկե։ Հիմա հարցը առաջանում, ինչու պիտի այդ ժողովուրդը կռվի եւ պաշտպանի, չգիտեմ, ստալինյան համակարգը, որ էլ ինքը անկախ երկիր չէր այն ժամանակ, իսկ սեփական անկախությունը պատրաստ չի կռվել եւ բան։ Այո, կրտում անհատի մակարդակով է ձևա։ Ոչ մի անհատ բացառությամբ չնչին այդ գաղափարներով բանեղած մարդկանց չի ուզում գնա եւ կռվի զոհվի ոչ ինքը, ոչ իր հարազատները, դա իր համար ոնց ասած պատերազմը միշտ ծանր է բանա։ Եվ պատերազմում զոհման զինվորը մրցակցի բաները մեդալները ստանում են գեներալները, բայց հարցը հետեւյալն է։ Պատերազմի խաղաղության հարցը ժողովուրդը երբեք չի որոշում ու չի որոշելու։ Եթե Ուկրաինան ունենա բավարար զենք եւ ֆինանսական աջակցություն, այն կկռվի։ Միակ տարբերակը եւ դանով ուզում Թրամփը խեղճացնի, դադարեցնի զենքի մակարդակը։ Էդ է ուզում ասել, դրա մասին է ուզում խոսենք։ Թրամփը հետեւյալն էր ասում, չէ՞, ամենասկզբից հիմա էլ։ Մենք ասում ենք, որ ստեղ պիտի լինի խաղաղություն։ Եթե խաղաղությանը չի համաձայնվում Ուկրաինան, մենք դադարեցնում ենք ռազմական եւ բոլոր տեսակի այլ օգնությունը։ Եթե Ռուսաստանն է ասում, որ ինքը համաձայն չի, մենք հզորացնում ենք Ուկրաինային, զորեղացնում ենք իր ռազմական պոտենցիալը եւ այլն։ Ինչի էս պլանը չպետք է աշխատի, էլի նկատի ունեմ, ամեն ինչ տրամաբանական է եւ Ռուսաստանը չի համաձայն։ Չի համաձայնվի, շատ զենք կտա Ուկրաինային։ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին, կռիվը տենց կվերջանա։ Պատերազմները ավարտվում են ինչ որ մի կողմի պարտությամբ։ Եթե անգամ ասում են, որ սա փողզիջում է եւ այլն, Ղարաբաղի հակամարտությունը։ Եկեք իրականությանը նայենք։ Ու էս փուլով որպես սառեցված կամ ավարտված հայկական կողմի պարտությամբ։ Չլներ հայկական կողմը չպարտվեր, կոնֆլիկտը շարունակվելու էր։ Հիմա որ Ալիևն ասում է ես լուծել եմ, ինքը հետեւյալն է բանը, որ չկա հայ, ուրեմն չկա հայկական հարց, որի ածանցյալն էր Ղարաբաղի Արցախի հարցը մեկ, եւ ռևանշիստների դեմ, բա ինչի է ասում բան արեք, ինձ հանձնեք, որովհետև հիմնական ռևանշիստները ճակերտավոր դրանք են մարդիկ, ովքեր ընկեր են թաղել, կյանք են տվել, երիտասարդություն են կորցրել, ոտք ու ձեռք են կորցրել եւ այլն։ Իհարկե հազարավորների մասին չի խոսքը, մի քանի 100 էլ, մյուս կողմից հետեւյալն է։ Ժողովրդական բառ կա, էլի, կզացնել բառն է։ Երբ որ դու կզացնում ես Հայաստանին, դու ամեն ինչ կարաս պարտադրես որան եւ էտա։ Երբ որ դու քու հերոսին հանձնում ես եւ բանը Հիշում եք ոնց սերբերը հետ վարվեցին Միլոշևիչին։ Ստիպեցին Ռատկո Մլադիչ, Սլաբադան Միլոշևիչը դեռ մարդկանց խումբ կար ու ստիպեցին Ռաջավան Կարաջիչ, այո։ Այո, այդ ամբողջը որ կային, որոնք ըստ որոշ սերբերի հերոսներ են, բայց դրեցին ռմբակոծեցին սերբերը հաշտվեցին։ Պարոն Պապյան, բայց առաջին համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ սա լավ մոդել չի, այսինքն ինքը ոնց որ ավելի մեծ փորձանքի է բերում, էլի։ Այսինքն երբ որ դու կրված կողմին տենց անդադար եթե նվաստացնում ես, նվաստացում, այո, իհարկե, չէ, նայեք, հայերը ստապ էին մտածում, նրանք ովքեր որ ասում են այ խաղ, ես եթե կարելի է նկատում եմ թուրքերը արդյոք չեն տեսնում որ վերջը վատը ալնելու, էլի։ Եթե լսենք մեր նախկին զրույցները, իսկ Փարքասոյ հնարավորություններ են ստեղծական տալիսը, ես ասել եմ որ Արցախի հարցը, այս պատը որևէ կապ չունի Արցախի հետ, որտեվ իրենց նպատակը Հայաստանը որպես պետություն վերացնելն է եւ հայությանը որպես հավաքական գոյություն այս տարածքում վերացնել է։ Այսինքն, քանի որ եւ Արցախը դա զուտ պատրվակ է եղել։ Ես անգամ կարասեի հնարավորություն Եվ միամիտ էին այն կարծիքները եւ դրա մասին բազմիցս եմ ասել, որ մտածում եք, այ եթե Արցախի հարցը չկա, ուրեմն որևէ խնդիր չկա։ Որ հեսա այս մի բանն էլ կտանք լավ կլինի, հետո այլ մի բանը կտանք։ Հիմա մարդիկ բացայտ խոսում են Զանգեզուրի մասին, միայն ամեն ինչի մասին են խոսում։ Այսինքն ինքը վերցնում ասենք Ստեփանավանի Ջալալօղլի անունը, ասում է, քանի որ ինքը Ջալալօղլի է եղել, ուրեմն մերն է եղել։ Թե ինչ է Ջալալօղլի, ոնց է կամ ինչ կապ ունի, այսինքն անունը այդպես է։ Խաղաղության համար, բացի ռազմաքաղաքական հավասարակշռությունից, որի մասին ես նշեցի, շատ կարևոր է քաղաքական կամքը։ Այսինքն կողմերը պետք է ցանկություն ունենան խաղաղություն ունենալու։ Ադրբեջանը չունի այդ ցանկությունը։ Հայաստանն ունի, հայ ժողովուրդը, մենք հասարակության, այսինքն արդյոք այս վիճակով մենք ուզում ենք մնալ։ Հայաստանը արդարության կարիք ունի։
Եվ 88-ին որ շարժումը սկսեց, այդ միացումն ինչ էր, որտեվ դա հաջորդ ընկալում էր, որ դա արդարացի չէ։ Եվ ինչ որ արվել է 21 թվականին անարդար է։ Եվ ինչու շարժումը սկսեց, որտեվ եկավ Գորբաչովը եւ ասաց գլասնեսպան, մենք այդ սխալները, որ ստալինյան սխալներ ա եղել, պիտի ուղենք այս կոմ, եւ եթե հիշեք, այդ նամակները, որ անդադ գրում էին, միշտ էս հիմնավորում է հետեւյալն է, որ դա ստալինյան սխալ է, ստալինյան սահմաններ են եւ հակադրություն կար, Պարտիա Լենին Գորբաչով, չգիտեմ, Ստալին Բերիա Լիգաչով, այդ բաներն են, իբրտես էս կոմունիստները վատն են, էս կոմունիստները լավն են, եւ այլն, բայց դա քաղաքական գիծ էր։ Եվ դրա համար ժողովուրդը հավատաց ոտի ելավ, հիմա հաջորդը նայեք իրա բոլոր այս հատկանիշներով հանդերձ ինքը բավական միամիտ ժողովուրդ է։ Իսահակյանն ասում էր իմ խեղճ միամիտ ժողովուրդ զոհքո հավատին ու խաչին։ Հասկանում եք, ժողովուրդը հավատաց, որ այնտեղ մտածում էին, որ կարելի է նամակն էլ գրել Գորբաչովին, իրենք կնայեն եւ այնքան ակնհայտ սխալ է, որ սխալ եք ուղեն։ Դե այն ժամանակ ասացին, որ չէ, գիտեք ինչ կա, 11 հատ նման խնդիր կա, չի լինի լուծել, հետո կամաց կլուծել, բայց նայեք, հայերը պատերազմի չէին գնում։ Հայեր ինչ որ արել են, իսկապես արել են խաղաղությամբ, խաղաղցույցերով բան։ Այս ամբողջ էսկալացիան Ադրբեջանի կողմից արվել։ Առաջի արձակումները, առաջի գրակոչները, առաջի ավտոբուսներ ջարդերը, առաջի, չգիտեմ, ոսկե ատամները հանելը, քաշելը մարդկանց, առաջի այդ լրիվ իրանց կողմից ա եղել եւ պատահական չի, որ իրանք կեղծ ինչ որ թեզ են, որ իբր 87 թվականին Ղափանում ինչ որ թուրքերի ու ադրբեջանցիների են կոտորել, որոնք գնացին Էդի աշունը, բայց չգիտես որոնք գնացին Սումգայիդ ասեցին, որ տենց բան ա եղել, այո, թեքատները, այո։ Չէ, բայց իրանք հենց ինչու են ստեղծում այդ կեղծիքը, որտեվ իրանք լավ են հասկանում, որ դու պիտի հիմնավորում տաս, մեղքը բարդես հայերի վրա։ Կարճ ասած, չկա իրանց կողմ։ Այո, հայ ժողովուրդը արդարություն ա ուզում։ Հետևաբար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինի որոշ բաներ ընդունելու, բայց ինքը չի հաշտվելու այս բանի հետ հայ ժողովուրդը։ Եվ սա է, որ մենք փորձում ենք նաև մեր եվրոպացի ու ամերիկացի գործընկերներին բացատրել, որ եթե սա իսկապես չի լինելու բանակցված, որոշակի հավասարակշռված խաղաղություն, այլ պարտադրանքով, այսինքն հա դու կարաք պարտադրեք, Նիկոլն էլ կարող է համաձայնի, ստորագրվի, ուշ թե շուտ պայթելու է այս թեման նորից։ Դուք պիտի բան անեք, օրինակ վերականգնեք բանը, սկզբունքները, չգիտեմ, խոսում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքից, ինչ եղավ կնեք ժողովուրդների ինքնորոշման, այդ ինչ եղավ, խոսում ենք ստալինյան սխալների փոփոխման, շտկման եւ այլն։ Եկեք սկզբունքային դիրքորոշում ունենանք։ Այ սա է հարցը։ Դրա համար մյուս ամենակարևոր հարցը նորից կրկնում եմ, բայց ասեմ, քանի դեռ դիմացինը չի ուզում, դու ուզում ես թե չես ուզում խաղաղություն, դա էական չի։ Տանգո ներքսով են, չէ՞ պարում, այո։ Եթե նա ուզում է պատերազմ, մեզ այսօր Ադրբեջանը ելք չի թողել, բացի պատերազմին պատրաստվելուց։ Եվ եթե մենք խաղաղություն ենք ուզում, մենք պիտի պատրաստվենք պատերազմի եւ պիտի հստակ եւ իմիջիալոց այդ ռազմական շքերթների գաղափարը, որ առաջացել, առաջինը գերմանացիք պրուսներն էին անում, ինչի համար դու ցույց ես տալիս ինչ ունես, որ չտամի այո։ Հետևաբար մենք դա պիտի անենք եւ պիտի ունենանք այն զինատեսակները, այն քանակության որակի, որ Ադրբեջանն իմանա, եթե ինքը հարձակվում է Թուրքիայի հետ միասին։ Եթե չեմ ասում մենք հաղթում ենք պատերազմը, որտեվ դժվար է երկու ճակատով հաղթելը, բայց մենք ի վիճակի ենք այնպիսի տնտեսական, քաղաքական, ռազմական վնաս հասցնելու այդ պետություններին, որ դա այդ վնասը ավելի իրանց համար թանկ է նստում, քան այն ինչ որ իրանք պիտի շահեն։ Այս հարցն է կարևորը, որ դա պիտի լինի։ Դրա համար կրկնում եմ պատրաստվել ինչպես Վլադիմիր Լենինն էր ասում սովորել, սա պատրաստվել, զինվել, ստեղծել նոր դաշնակիցներ, այդ երեք բանը պետք է անել։ Պատրաստվել, ես կիսում եմ պարոն Պապյանի մտահոգությունը, որ խաղաղություն չի լինելու, ես էլ եմ կարծում, որ տենց չի երևում ամեն դեպքում խաղաղությունը, դեռ առջևում խաղաղություն չկա, այսքանը modus vivendi-ն եք դուք լսում, հիշեցնեմ սա Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում, շարունակեք լսել գործարար ալիքը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։